Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը, ինչպես պարզվում է, որոշում է վճռական քայլ անել։ Նա ընդունվում է աշխատանքի ոչ ուրիշի, այլ հենց Արշակի տանը, առանց որևէ մեկի ճանաչման, առանց բացահայտման վախի։ Նրա առաքելությունը միայն ծառայողական չէ, նա խնամում է ոչ միայն Արշակի քրոջը Մագդային, այլև իր իսկ հարազատ քրոջը Արևիկին։ Այս քայլին նա գնում է վրեժխնդրության զգացմունքով լցված, նպատակ ունենալով հաղթահարել այն ցավը, որը տարիներ առաջ պատճառվել էր իրեն ու իր ընտանիքին։ Վրեժի այս պլանն ունի հուզական խորք, ձևավորվելով մանկության տարիների տրավմայի հիմքի վրա, երբ Էլիզի մայրը լքեց իրենց Արշակի պատճառով։ Այդ հին վերքը դեռ չի սպիացել։ Իր մտերիմ ընկերուհին Հասմիկը, տեսնելով Էլիզի որոշման վտանգավոր բնույթը, փորձում է նրան ետ պահել, զգուշացնելով, որ այս քայլը կարող է անուղելի հետևանքներ ունենալ։ Նա հորդորում է, աղաչում է Էլիզին, որպեսզի նա ուշքի գա, բայց վերջինս մնում է անդրդվելի։ Էլիզը չի լսում որևէ մեկի խոսք, գործում է իր մտածածի համաձայն, լի վստահությամբ, որ սա միակ ճանապարհն է վերականգնելու արդարությունը։ Տանը նրան ոչ ոք չի ճանաչում, եւ նա հեշտությամբ մտնում է այդ նոր աշխարհը որպես օտար անձ, որը իրականում կապված է ամեն ինչի հետ՝ արյունով, հուշով եւ ցավով։ Քիչ անց Նորոն հանդիպում է Հասմիկին։ Զրույցն առանցքայինը դառնում պատմության այս հատվածում։ Նա պահանջում է իմանալ ճշմարտությունը, փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Էլիզի կյանքում։ Նորոն ուզում է պարզել, թե ինչու է Էլիզը նախորդ օրը մնացել իրենց տանը եւ ինչն է նա թաքցնում բոլորից։ Սակայն Հասմիկը մնում է լռակյաց։ Նա ասում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Նորոյի մտահոգությունները անհիմն են, բայց Նորոն չի բավարարվում այդ պատասխանով։ Նրա մտքում արդեն հստակ մի բան է հասունացել. եթե Էլիզի որոշումներն ու քայլերը տանեն անդառնալի հետևանքների, ապա պատասխանատուներից մեկը լինելու է նաև հենց Հասմիկը։ Սակայն այս խստաշունչ զգուշացմանը Հասմիկը շարունակում է պատասխանել նույն լռությամբ, չբացահայտելով ոչինչ։ Էլիզը մինչդեռ սկսում է ընթելանալ իր նոր աշխատանքային միջավայրին։ Ժամանակն ու միջավայրը սկսում են ազդել նրա ներաշխարհի վրա։ Մի օր նա նկատում է իր մոր նկարը Արշակի տանը, եւ այդ տեսարանը ցնցում է նրան։ Նա շատ է հուզվում։ Այդ հուզումն այնքան խորն է, որ անակնկալ մի պահի նա ակամահի գրկում է Արևիկին ու լացում։ Էլիզը չի հասկանում, ինչ է կատարվում իր ներսում։ Նա եկել էր այս տուն հստակ նպատակով վրեժ լուծելու իր անցյալի համար, բայց հիմա թվում է իրականությունը կոտրում է իր սկզբնական ծրագիրը։ Սկսում է հաղթել այն, ինչից չէր կարող փախչել՝ արյան կանչը։ Նա սկսում է զգալ սեր դեպի իր չճանաչված քույրը Արևիկին։ Եվ ինչքան էլ նա պայքարի այդ զգացողության դեմ, այն ավելի խորն է թափանցում նրա մեջ։ Սակայն ամենաանսպասելի շրջանը միանգամից չվում է։ Պարզվում է Մագդան եւ Նորոն արդեն ծանոթացել են իրար։ Նորոն վերադարձրել է Մագդայի դրամապանակը, որը պատահական մոռացվել էր իր մեքենայի մեջ։ Այս փոքրիկ դրվագը դառնում է կապի մեկնարկը։ Մագդան առաջարկում է այդ հանդիպումը նշել մի սուրճի շուրջ, խոսքից չշեղված, անկաշկան ձևով։ Եվ հենց այդ պահին սենյակ է մտնում Էլիզը։ Նա կանգ է առնում զարմացած, տեսնելով իր եղբոր այդ տանը։ Նույն պահին զարմանում է նաև Նորոն, տեսնելով քրոջը այդ տանը, միանգամից անսպասելի միջավայրում։ Էլիզը շուտով բացատրում է, որ աշխատում է այդ տանը առանց խորանալու մանրամասների մեջ։ Սակայն նա չի ասում ճշմարիտը, թե ովքեր են այդ մարդիկ եւ ինչ կապ ունեն իր հետ։ Նա պահում է գաղտնիքը, թողնելով, որ իր ներքին պայքարը շարունակվի։ Նորոն անկասկած արդեն սկսում է կասկածել, եւ ինչպես տեսնում ենք, նա շուտով սիրահարվելու է Արշակի քրոջը Մագդային, ինչը նոր կապ է ստեղծում երկու ընտանիքների միջև, մի կապ, որը կարող է ամեն ինչ փոխել։